Նա 24 տարի շարունակ բունկերում պահել և բռնաբարել է իր սեփական աղջկան, որի արդյունքում աղջիկը ունեցել է 7 երեխա։ Երեխաներն ամբողջ ընթացքում մոր հետ ապրել են բունկերում, հենց իրենց տան տակ։ Ոչ ոք չի կարողացել կռահել, թե ինչ է կատարվում նկուղի դռնից այն կողմ, քանի որ նա արգելել էր իր տան անդամներին նկուղ իջնեին, իսկ աղջկան հայտարարել էր անբարոյական, ով որ թողել է մեն-մենակ իր երեխաներին և փախել երկրից։ Այսօր խոսելու ենք ամենաաղմկահարույց սարսափելի դեպքերից մեկի մասին, դա Ժոզեֆ Ֆրիցելի պատմությունն է, ավելի կոնկրետ նրա աղջկա Էլիզաբեթի կյանքը, ինչպես դասավորվեց մինչև հոր նկուղ ուղարկել է աղջկան և ինչ եղավ հետո։ Բայց մինչև տեսանյութին անցնելը չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, ինչպես նաև սեղմես զանգակոճակը ու մեկնաբանություններում կիսվես քո կարծիքով։ What's your emergency? Ժոզեֆ Ֆրիցելը ծնվել է 1935 թվականի ապրիլի 9-ին Ավստրալիայի Ամշտետեն քաղաքում, մի վայր, որը հետագայում դառնալու էր նրա հանցագործության կենտրոնը։ Մանկությունն ինքնին առանձնապես նշանավոր չէր, բայց վաղ տարիքից նրա մոտ արդեն նկատվում էր վերահսկելու, տիրապետելու և դոմինանտ լինելու ցանկությունը։ Նրա մայրը խիստ և դաժան էր, իսկ հայրը շուտով հեռացավ ընտանիքից, թողնելով կնոջը ու փոքրիկ որդուն միայնակ։ 1944 թվականին զոհվեց պատերազմում, այդպես էլ տղան երբեք չտեսավ իր հորը։ Մայրը նրա դաստիարակությունը ավելի շատ ընկալում էր որպես կանոններ և օրենքներ։ Երեխան փոքրուց պարտավորված էր անել սա և չանել դա։ Երեխային անընդհատ նա ստիպում էր, որպեսզի իր կամքը թողի մի կողմ և շարժվի մոր ասածներով։ Սա վատ չընկալեք, սակայն այն դեպքում, երբ որ երեխան փորձում է զարգանալ և անընդհատ ինչ-որ մեկը, այս դեպքում մայրը, նրան ջերմություն տալու փոխարեն պարտադրում է, որ նա սա պետք է անի, այս դեպքում երեխայի մոտ կարող է առաջանալ հոգեբանական խնդիրներ, որն էլ հենց այս դեպքում դարձավ շատ կարևոր մի մաս։ Նրա մանկությունից սկսած այդ ամեն ինչը ձևավորվեց իր մեջ, որ բոլորը պարտավոր են ինչ-որ մի բան անել, և քանի որ նա այլևս չէր ցանկանում, դպրոցական տարիքից սկսած նա ձևափոխվեց, այսինքն սկսեց ինքը պարտադրել, ինքը պահանջել և անել այնպես, որպեսզի բոլորը լսեն, ենթարկվեն և անեն այն, ինչը միայն ինքն է ցանկանում։ Այսպիսով դպրոցական տարիներին նա շատ լռակյաց էր, համարյա ոչ ոքի հետ չէր շփվում, եթե շփվում էր, ապա ինչ-որ պահանջով կամ պարտադրանքով։ Ուսուցիչները նկատում էին, որ նա մի փոքր ագրեսիվ է և շատ հաճախ փորձում է ամբողջ ուշադրությունը չէ, բայց ամբողջ կառավարումը վերցնել իր վրա։ Այստեղ ուշադրությունն ու կառավարումը կարելի է տարբերակել նրանով, որ այն մարդիկ, որոնք ուշադրության պակաս ունեն, հիմնականում անում են շատ ծիծաղելու կամ շատ տարբերվող քայլեր, որպեսզի ուշադրության կենտրոնում գտնվեն։ Իսկ այս տղամարդը Ժոզեֆը ցանկանում էր ուղղակի կառավարել։ Նա ցանկանում էր գտնվել այդ ամենի հետևում, բայց ամբողջը իր կառավարության տակ լիներ։ Նա կառավարել ամեն շարժը, ինչպես դպրոցում, այնպես էլ արդեն, երբ որ դառնում է չափահաս իր ընտանիքում։ Ժոզեֆը ընտրում է ինժեներ-շինարարի մասնագիտությունը, որը հետագայում նրան օգնում է կատարելագործել իր պլանը։ Ուղղակի դրա մասին չեմ կարողանում նույնիսկ մտածել, թե ոնց կարելի է այսպիսի քայլեր անել սեփական երեխա, լավ, ինչ-որ մեկի հանդեպ, հիմա դրան կանադառնանք, դուք էլ կհասկանաք, ինչպես նաև մեկնաբանությունում կարող եք կիսվել ձեր կարծիքով, ինչու Ժոզեֆը ուրիշին չընտրեց, այլ ընտրեց հենց իր աղջկան։ 21-22 տարեկանում 1956 թվականին Ժոզեֆը ամուսնանում է և իր կնոջ հետ սկսում ապրել իր ձեռքով կազմված տանը։ Նա նաև պետությունից թույլտվություն է ստանում, որպեսզի տան նկուղում կարողանա շինարարություն կազմակերպել և ուղղակի ունենա իր մեծ և ընդարձակ նկուղը։ Կարող եք մտածել, թե նա ցանկանում է պահածոներ այդտեղ տեղադրել կամ ինչ-որ, չգիտեմ, չպետքական կահույք, բայց ոչ։ Ժոզեֆը այնտեղ պլանավորել էր տեղադրել մահճակալ, ինչպես նաև մի քանի ատրիբուտներ, որոնց մասին կանադառնանք, երբ որ հասնենք նրա ամենասարսափելի գործողությանը։ Ժոզեֆն ու Ռոզմարին միասին ունեցան 7 երեխա, ինչն էլ ավելի օրինակելի դարձրեց իրենց ամուսնությունը։ Երեխաներն ապրում էին սովորական կյանքով, եթե կարելի է դա այդպես ասել։ Դպրոց, փողոց, խաղահրապարակ, հարևաններ և ընտանեկան
լուր ընթրիքներ։ Ինչու ընտանեկան լուր ընթրիքներ։ Դե դա նրանով է պայմանավորված, որ մանկուց Ժոզեֆի հետ ոչ իր մայրն է խոսել, ոչ էլ իր ազգականները, այսինքն ջերմություն սեր չի ստացել։ Ինչն էլ նա փոխանցում էր իր երեխաներին։ Նա շատ խիստ, շատ համառ, ինչպես նաև շատ ուղղամիտ, եթե կարելի է այդպես ասել, իր կանոնների համար, հա, ով պատրաստ էր բոլորին իր կնոջից մինչև ամենափոքր երեխային պատժել աննշան սխալի դիմաց։ Այս ամենը ստիպում էր, որպեսզի ընտանիքը լինի շատ զուսպ, լուռ, ինչպես նաև շատ հանդուրժող, քանի որ նրանք չէին կարող ձայն հանել, հորը ինչ-որ մի բան ասել, նրանից ուղղակի վախենում են երեխաները։ Երեխաները 7 էին թվով, աղջիկ, տղա, բայց բոլորից առանձնահատուկը Էլիզաբեթն է, ում մասին է լինելու է մեր այսօրվա թողարկումը։ 1984 թվականին 18-ամյա Էլիզաբեթը անհետանում է։ Բոլորը սկսում են քաղաքում խոսել, որ նա փախել է, մյուս մասը պնդում է, որ նա իր ընկերների հետ վաղուց էր սա պլանավորել, քանի որ ատում էր հոր ստեղծած, այսպես ասած, գաղութային միջավայրը, իսկ հայրը ասաց, որ իր աղջիկը փախել է մեկ այլ տղայի հետ։ Այնինչ իրականում, երբ որ տանը մարդ չի եղել, նա խնդրել է, որպեսզի Էլիզաբեթը իջնի 1 րոպեով ներքև նկուղ իրեն օգնելու։ Նկուղ իջնելուն պես դուռը հավերժ փակվում է։ Էլիզաբեթը հայտնվում է նկուղում 18 տարեկան հասակում եւ այնտեղից դուրս է գալիս 24 տարի անց։ Պատկերացնում եք, նա նկուղում է գտնվել 24 տարի շարունակ, չի տեսել արևի լույս, ամբողջ ընթացքում նրան հայրը բռնաբարել է։ Հայրը նրան կապում էր սկզբնական ընթացքում, իսկ հետո աղջիկը երբ որ հասկացավ, որ որևէ օգնություն չի կարող խնդրել ոչ ոքից, քանի որ նկուղը շատ ներքև էր փորված, ինչպես նաև հայրը մտածել էր այդ ամենի մասին, որ աղջիկը կարող է ցանկանա գոռալ ու այդտեղ հատուկ տեղադրել էր ձայնամեկուսիչ սարքեր, որոնք աղջիկա բոլոր գոռոցները դարձնում էին անօգուտ։ Աղջիկը որքան է փորձում էր դուռը թակել, որքան է փորձում էր բարձրանալ, մեկ է ոչինչ չէր ստացվում։ Շատ հաճախ սկզբնական շրջանում, երբ որ աղջկան նոր էր հայրը նկուղում սկսե պահել, նրա ոտքը կապված էր լինում կամ ձեռքը կապված էր լինում մահճակալին։ Հայրը պարբերաբար իջնում էր նկուղ։ Տանեցիները ոչինչ չէին ասում, քանի որ գիտեին ոչինչ չեն կարող ասել։ Նա իջնում է նկուղ աշխատելու։ Էլիզաբեթը կորել է, բոլորը մոռացել են արդեն Էլիզաբեթի մասին, իսկ հայրը սիստեմատիկորեն իջնում էր նկուղ եւ բռնաբարում իր 18-ամյա աղջկան, որպեսզի պատկերացրեք սենյակը ինչ վիճակում էր գտնվում, պատկերացրեք շատ մութ անկյուն, որտեղ կա ընդամենը մեկ մահճակալ, սանհանգույցի հնարավորություն շատ չնչին պայմաններ ստեղծված, հա, սանհանգույցի համար, ինչպես նաև հայրը նրան շատ քիչ ուտելիք էր տալիս, որպեսզի աղջիկը զուտ ողջ մնա, որ նա շարունակի իր խրախճանքները։ Հոր այցերը շարունակվում են։ 3 տարի անց 1987 թվականին Էլիզաբեթը հղիանում է։ Աղջիկը իր հղիության ողջ ընթացքում շարունակում է հոր այցերին սպասել, քանի որ հայրը հաշվի չէր առնում, որ աղջիկը հղի է եւ նույնիսկ նրան հղի ժամանակ անդադ բռնաբարում էր, իսկ աղջիկը երբ որ ցանկանում էր ինչ որ մի կերպ առարկեր այդ ամենին, ուղղակի նրան կամ կապում էր կամ ծեծում, հետո կապում։ Այսինքն ողջ ժամանակ աղջիկը որևէ ելք չի ունեցել։ Մտադրություններ աղջկա մոտ հետագա հարցազրույցների ժամանակ եղել են, որ նա պնդում էր, որ ցանկանում է երեխայից ազատվել, սակայն դրան չի գնացել մտավախություն ունենալով, որ միգուցե հայրը հասկանա, որ այս ամենը շատ սխալ է ու նրան վերջապես ազատ արձակի։ Սակայն ոչ։ Աղջիկը երեխային ունենում է մեն-մենակ հենց այդ նկուղում փակված։ Տարբեր ֆիլմեր դիտելով եւ տարբեր հարցազրույցներ նայելով ինքնին հասկանալի է, որ ծննդաբերությունը շատ դժվար է։ Նույնիսկ 21-րդ դարում, երբ որ կինը ծննդաբերում է, դա շատ մեծ ջանքեր է պահանջում իրենից։ Այն էլ պատկերացրեք հիվանդանոցում։ Իսկ հիմա, երբ որ մենք տեղափոխվում ենք այս աղջկա ժամանակաշրջան, այսինքն 30-35 տարի առաջ, այս ամեն ինչը ուղղակի աբսուրդային ցավալի է, որ այս աղջիկը ծննդաբերության ընթացքում մենակ է եղել։ Ամբողջ ընթացքում հայրը չի էլ օգնել, հայրը կամ վերևն է եղել կամ ներքևն է եղել, սա էական էլ չի, քանի որ ողջ ընթացքում աղջիկը մենակ գտնվելով, մի քանի ժամ շարունակ տանջվելով, վերջապես կարողանում է ծննդաբերել։ Ծննդաբերությունից հետո երեխան սկսում է այդ պայմաններում ապրել եւ մեծանալ։
Որքան է որ աղջիկը խնդրում է նրան բարձրացնի վերև, տա մանկատուն կամ ինչ որ մի կերպ ուղղակի երեխային փրկի, ինքը ջանդամ գոնե երեխան փրկվի, մեկ է հայրը ասում է ոչ, երեխան պետք է քեզ հետ ապրի այստեղ։ Դրանից հետո ծնվում է մյուս երեխան։ Մյուս երեխայից հետո հայրը հասկանում է, որ տարածքը շատ փոքր է, բայց ոչինչ, ինչ որ մի բան կանենք։ Երեխաներին առանձնացնում է սենյակի մի անկյունում ու շարունակում աղջկան բռնաբարել։ Հայրը շարունակում էր իր աղջկան բռնաբարել աղջկա երեխաների աչքի առջև։ 1992 թվականին նա որոշում է երեխաներից մեկին բարձրացնել իր հետ աշխարհ։ Այսպիսով նա ներկայացնում է, որ Էլիզաբեթը անշնորհակալ, անդաստիարակ, շատ վատ մայր է, շատ վատ մարդ է նաև, որ իր երեխային թողել է մեզ վրա։ Նա ներկայացնում է, որ երեխային Էլիզաբեթն է ուղարկել եւ խնդրել, որպեսզի պահեն երեխային։ Այսպիսով ընտանիքը համաձայնվում է պահել երեխային եւ գոնե այս երեխան փրկվում է։ Սակայն հիշում ենք այն փաստը, որ Էլիզաբեթը դեռևս գտնվում է նկուղում, նա դեռևս այնտեղ իր մյուս երեխայի հետ է եւ հայրը, քանի որ շարունակում է իր սեռական կյանքը տոկուն պահել, այդ ամենի արդյունքում ծնվում են Էլիզաբեթի մյուս երեխաները։ Այսպիսով Էլիզաբեթը իր սեփական հորից ունենում է 7 երեխա։ Հայրը այս ողջ ընթացքում աղջկան բացի նրանից, որ շարունակում էր բռնաբարել իր երեխաների աչքի առջև կամ նրանց դիպում ուղղակի պատտվեին, քանի որ շատ փոքր էր սենյակը, նա մի քանի բարեփոխումներ կատարում է։ Սենյակ է բերում հեռուստացույց, տարբեր մահճակալներ, ավելացնում է բազկաթոռներ, բազմոցներ, որպեսզի երեխաները տեղանային։ Երեխաների հարցին, թե ինչու ենք մենք այստեղ գտնում, Էլիզաբեթը չէր կարողանում պատասխանել։ Նա փորձում էր իր 18 տարեկանի խելքով, քանի որ այդ ժամանակ էր հայրը նրան աշխարհից կտրել, երեխաներին տարաճանաչ դարձնել, նրանց սովորել ինչպես գրել, կարդալ, նկարել, նրանց պատմում էր ինչ տեսք ունի աշխարհը վերևում ու երեխաները միշտ հիացմունքով սպասում էին հայրիկին, քանի որ նա միակ մարդն էր, ով որ վերևից կարող էր բերել որևէ քաղցրավենիքներ կամ որևէ հետաքրքիր բան, որը իրենց աշխարհում չկա։ Տարիներն անցնում էին, Էլիզաբեթը եւ երեխաները մեծանում էին նկուղում, մեկուսացված ամեն ինչից, մեկուսացված բոլորից։ Հիշում եք, չէ՞, որ Էլիզաբեթի երեխաներից երկուսին նա բարձրացնում է վերև։ Այսպիսով Էլիզաբեթի 18-ամյա աղջկա վիճակը վատանում է եւ նա հայտնվում է հիվանդանոցում։ Հայրը 2004 թվականի ապրիլի 26-ին իջնում է նկուղ։ Էլիզաբեթը վերջապես լսում է, որ նա ազատ է։ Հայրը վերցնում է աղջկան, տանում հիվանդանոց, որպեսզի փրկի թորնուհուն, այսպես կարելի է ասել, սակայն ոստիկանները նկատելով աղջկա գունատ վիճակը, նրա պահվածքը, ինչ տարօրինակ է, որքան է նա վախեցած իր սեփական հորից, աղջկան առանձնացնում են եւ սկսում հարցաքննել, որի արդյունքում էլ ամբողջը ջրի երես է դուրս գալիս։ Ժոզեֆին սկսում են կանչել հարցաքննության։ Ամբողջ տունը, ինչպես նաև նկուղը սկսում են ուսումնասիրել, տարածքը փակում են եւ բոլոր երեխաներին հարցաքննում։ Նրանք բոլորը պատմում են այն ամենը, ինչը կատարվել է իրենց աչքի առաջ, իսկ աղջիկը պատմում է 24 տարվա պատմությունը։ Այսպիսով տղամարդուն ձերբակալում են, սակայն հարցաքննությունների ժամանակ նա պնդում է, որ նա ոչ անմեղ է, ոչ մեղավոր։ Ուղղակի նա սկսում է զղջալ իր հարազատների համար։ Նա ցանկանում էր որևէ կերպ դատարանից եւ ատենակալներից ստանալ ներում իր արարքների համար եւ ներկայացնում էր այնպես, որ նա հասկացել է, որ իրականում սխալ է, սակայն դատարանը այդպես չէր կարծում։ Փորձաքննության, ինչպես նաեւ հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է սահմանային եւ շիզոֆրենիկ անձնային խանգարումներ։ Չնայած այս ամենին, Ժոզեֆը համարվել է մեղսունակ եւ ի վիճակի է եղել կանգնելու դատարանի առաջ։ Ժոզեֆի գործը սկսում է հրապարակայինորեն տարածվել եւ դրա արդյունքում 1967 թվականին մի կնոջ, ում նա բռնաբարել էր, դիմում է ոստիկանություն եւ ասում, որ նա ճանաչել է Ժոզեֆին։ Սակայն ըստ Ավստրալիայի օրենքի, այն բոլոր հանցագործությունները, որոնք ներկայացվել են ոստիկանություն կամ դատարան եւ դրանց լուծում չի տրվել 15 տարվա ընթացքում, ավտոմատ հեռացվում են համակարգից։ Այսպիսով տղամարդուն բացի իր աղջկան պատանդ պահելու եւ նրան բռնաբարելու մեջ, բոլոր այլ իր արած մեղքերը մինչեւ այդ համարվում են
ուղղակի մոռացված։ 2009 թվականի մարտի 16-ը Ավստրիայի իրավական պատմության մեջ ամենածանր եւ ամենասպասվող օրերից մեկն էր։ Բոլորը սպասում էին, որ տեսնեին, թե ինչ տեսք ունի այն մարդը, ով 24 տարի սեփական աղջկան պահել էր բունկերում, բռնաբարել, զրկել նրան նորմալ կյանքի իրավունքից։ Ժոզեֆ Ֆրիցելը դահլիճ մտավ դանդաղ, գլուխը կախ։ Նա ոչ մեկին չէր նայում։ Դատավարությունը փակ էր։ Կենտրոնական պահը եղավ այն, երբ դատարանում ցուցադրվեցին բունկերի պատկերները, ստորգետնյա խավար միջանցքները, ցածր առաստաղը, անմարդկային պայմանները։ Ժոզեֆը այդ ընթացքում նստած էր քարացած։ Ներկայացվեց նաև Էլիզաբեթի կողմից տեսաձայնագրություններ։ Աղջիկը որևէ կերպ չէր ցանկանում, որպեսզի հասարակությունը իր դեմքը տեսնի, իրեն հիշի եւ իմանա իր պատմությունը, այդպիսին հոր կողմից բռնաբարված 7 երեխայի մայր։ Այսպիսով աղջկա ամբողջ ձայնագրությունները օգտագործվեցին, որպեսզի գործը կարողանա ել ավելի ուժեղ թափ հավաքի, եւ հաջորդ օրերին Ժոզեֆը ուղղակի լուռ ընդունում էր այն ամենը, ինչ դատարանում նրան ասում էին։ Մարտի 19-ին դատարանը հրապարակեց վճիռը, դատապարտելով նրան ցմահ ազատազրկման, նվազագույնը 15 տարի հոգեբուժական հատուկ հաստատությունում։ Նա մեղավոր ճանաչվեց առևանգման, ինցեստի, բազմակի բռնաբարության, նորածնի համար բժշկական օգնություն չդիմելու, ինչն էլ հանգեցրել էր մահվան։ Նրա դեմքը դատավճռի ընթացքում անշարժ էր։ Երբ նրան դուրս էին բերում դահլիճից, դրսում հավաքված մարդիկ սուլում էին եւ վանկարկում էին նրա անունը ատելությամբ։ Իսկ ինչ է կարծում, ինչ եղավ Էլիզաբեթի հետ։ Այն աղջկա, ում 24 տարի պահել էին բանտարկության մեջ։ Ինչ եղավ նրա երեխաների հետ, ինչ եղավ նրա տանեցիների հետ։ Մեկնաբանություններում կարող եք կիսվել ձեր կարծիքով, ինչպես նաև հավանել տեսանյութը, կիսվել դրանով եւ գրել այս ամենի մասին ինչ եք կարծում։ Կցանկանամ շեշտել, որ այս ամենը արվում է այն նպատակով, որպեսզի բարձրաձայնվի նմանատիպ դեպքերը, այլ ոչ թե ատելություն սերմանի կամ ձեր կողմից ես սպասեմ որևէ վատ խոսքերի։ Հիշեք, որ Էլիզաբեթի հայրը մեկնաբանություններ չի կարդալու, դրա համար խնդրում եմ մեկնաբանություն գրելուց առաջ մոռանաք հայհոյանքները եւ արտահայտեք ձեր ատելությունը մեկ այլ բառերով։ Քանի որ ձեր մեկնաբանությունները կարդում եմ ոչ միայն ես կամ իմ թիմը, նաեւ շատ ու շատ այլ մարդիկ, որոնց թվում երեխաներ են, կանայք եւ աղջիկներ։ Շնորհակալություն այսօրվա տեսանյութը այսքանն էր, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, հաջողություն։ What's your emergency?